Երեք անգամ դիմել եմ Վարուժակետ Բաղարան ազատման, ամեն անգամ պրոբացիա ծառայությունը բացասական, այսինքն հիմա 4-րդ անգամ պրոբացիա ծառայությունը բացասական զեկույցան տրամադրում, հիմք ընդունել, որ քանի որ կատարել են առանձնապես ծանր հանցանք, կրկնացագործության հսկայությունը բարձր է։ Այստեղ գոյություն ունի առաջինը ոչ օբյեկտիվ գնահատման մեխանիզմ, երկրորդը դուժողի իր հաջորդի հետ հաշտության չգալու ֆակտորը։ Առաջինը թե պատշաճ վերասոցիալականացման մակարդակը եւ թե կրկնացագործության հսկայության մակարդակը չափման միավոր չի ներդրվել։ Ես կուզենայի որ դա էլ խնդրել, եթե դիտողները ինչ-որ ազդեցություն կարող են ունենալ, ինչ-որ ատյանների աշխատող, ինչ-որ կառույցների աշխատողներին, դեր դնեն մեխանիզմ, չափման մեխանիզմ, որպեսզի կարողանան իրականում բարձր, փաստացի բարձր, իմ կրկնացագործության հսկայությունը բարձր թե ցածր է, վերասոցիալականացման մակարդակը բարձր թե ցածր է, որ դա վիճելի չլինի, որ հասկանանք թե ինչն է խնդիրը եւ որտեղ սայթաքել։ Գոյություն ունի, ոնց նշեցի, դուժողի հաջորդի ֆակտորը, տրված է որոշակ տենց գալիս է պարտականություն, հաշտության գալու պարտականություն, բայց պետք է նաև դիտարկել, որ մեր պարագայում, կոնկրետ ՑՄ ազատազգային դատապարտվածների պարագայում այդ դուժողների հաջորդի հետ հաշտության գալու հնարավորությունը գրեթե բացակայում է։ Մեր կողմից ուղարկված անձինք, ես անձամբ օրինակ 2 անգամ նամակով դիմել եմ դուժողի հաջորդին, նամակը հետ չի եկել, հետադարձ կապով նամակը հետ չի եկել, հավանաբար ստացել են նամակը, բայց կամ չեն ընթերցել, կամ ընթերցել են եւ շպրտել են, դա նրանց իրավունքն է, ես նրանց չեմ մեղադրում դրանով, բայց այդ կապի օղակ պետք է լինի մեր եւ դուժողի հաջորդի միջեւ, եւ դա պետք է կատարի պետական ինչ-որ կառույց, լինի դա քրեական ծառայություն, լինի դա պրոբացիայի ծառայությունը, լինի դա դատախազությունը կամ մեկ այլ կառույց, որը կփորձի դուժողի մոտ ձևավորել ոչ բացասական, չեմ ասում դրական, ես չեմ համարում որ դրական կարծիք հնարավոր է կազմել